Եվ այսպես Դուշանբեում սկսվել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համատեղ լուսանկարից հետո, որտեղ Փաշինյանն ու Ալիևը կողք կողքի են ըստ այբենական կարգի, պետությունների ղեկավարները մասնակցել են խորհրդի նիստին։ Նախքան գագաթնաժողովը Թրամփի ճանապարհի ու խաղաղության խաչմերուկի մասին Փաշինյանը խոսել էր Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Ինչպես գիտեք, Փաշինյանը Բրյուսելից է մեկնել Տաջիկստան, Եվրամիության մայրաքաղաքում նա մասնակցում էր գլոբալ դարպասներ համաժողովին։ ԱՊՀ խորհրդի նիստում իր ելույթում անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը Փաշինյանը հայտարարել է, որ այդ գործընթացի համար հիմնարար փաստաթուղթը Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Նույն հռչակագրով մենք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներս տարածաշրջանում եւ հարևանությամբ խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը նպաստելու նպատակով վերահաստատեցինք երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման կարեւորությունը ներպետական, երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավագիտության հանդեպ հարգանքի հիման վրա։